Հաշվի առնելով, որ տղամարդիկ հիմնականում ոչ ցավադիմացք ունեն, իսկ սանձիկի վնասումը հիմնականում ուղեկցում է ցավի եւ տհաճության զգացումով, ապա բազմաթիվ տղամարդիկ տեղյակ չլինելով, որ կարճ սանձիկը մի օր կարող է վնասվել, ապա այդ իրավիճակում շատ տագնապային են դառնում եւ մտածում են, որ վերջ իրենց կյանքը եկել է եւ լինում են նույնիսկ դեպքեր կյանքի վերջը եկել է եւ լինում են նույնիսկ դեպքեր, որ տղամարդը խառնում է իրար, մտածում է իր սանձիկի վնասվածքից եկած արունը չի կարողանում տարբերակի, մտածում է, որ աղջիկա մոտ աղջիկը կույս էր, կուսաթաղանթը վնասվել էր, տեղից էր եկել արուն։ Սանձիկի մասին դե դուք գիտեք, բայց մի վարքյանով ես ձեզ մի հատ ցույց տամ, նոր շարունակեմ։ Նկարը 18+, հետեւաբար կնայեք միայն դուք։ Չկտա ճիշտ ասած այն ատլասի վրա նկար, որ ձեզ համապատասխան նկար ցույց տայի, դրա համար այստեղ ցույց կտանք։ Սա սանձիկն է տղամարդու։ Եվ շատ հաճախ հարցում եմ, բժիշկ, ինչպես տարբերակեն կարճ եւ սովորական սանձիկները իրար, տեսեք։ Սա էրեկցված վիճակում առնանդամ է եւ թլիպը հետ քաշելուց այն շարունակում է մնալ ուղիղ։ Բացարձակապես ուղիղ։ Սա շնորհում է, որ մենք չունենք սանձիկի խնդիր։ Բոլոր այն իրավիճակներում, երբ թլիպը հետ քաշելուց անդամը չի շարունակում մնալ այդպես ուղիղ, այլ թեքվածություն ունի մինչև 15-20 կամ որոշ դեպքերում նաև 30 աստիճանով դեպի ներքև, ապա մենք խոսում ենք կարճ սանձիկի մասին։ Շատ հաճախ տղամարդիկ հարցնում են, բժիշկ, ինչպես տարբերակենք սանձիկը կարճ է թե չէ, շատ հեշտ։ Կարճ սանձիկի ժամանակ հիմնականում լինում են կլինիկական որոշակի նշաններ։ Իդեմս վաղաժամ սերմնաժայթքումը եւ ցավը կամ դիսկոմֆորտը սեռական հարաբերությունների ժամանակ։ Եվ շատ հաճախ պացիենտները հարցնում են, բժիշկ, իսկ երբ վիրահատենք սանձիկը, իսկ պետք չի սպասել, որ խնդիր առաջանա, պատասխանը հետեւյալն է։ Հա, որ տրամաբանությամբ դուք ինչ անեք, նստեք, սպասեք այնքան, մինչև մի օր առանց պաշտպանվել հարաբերություն կլինի եւ դրա արդյունքում սանձիկը կվնասվի, ձեզնից արուն կգա, դուք շատ տհաճիրակի վիճակի մեջ կհայտնեք, նոր կորոշեք դիմել բժշկի, ինչի։ Եթե սանձիկը կարճ է, սկսես տնես վնասվելու է մի օր։ Սկսես տնես ձեր փաստի առաջ կանգնեցնելու է ձեզ մի օր։ Հետևաբար բժշկության խորհուրդն է մի խնդիր, որ կարելի է կանխարգելել, պետք է կանխարգելել եւ չսպասել մինչեւ խնդիրը զարգանա, դուք հայտնվեք մի հատ էլ օրգանական խնդրից բացի նաեւ ստրեսային իրավիճակի մեջ հայտնվեք, հետո նոր մտածեք այդ հարցի լուծման